Ձեր կարծիքով ընդդիմությունը պետք է վերցնի մանդատներ եւ գնա խորհրդարան։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, ճիշտ ասած քաղաքականությունից ընդհանրապես հեռու եմ ու ներկա պահի ընտրություններից շատ դժգոհ, որովհետև ինչպես միշտ կեղծիքով է առաջնորդվել ամեն ինչ ու կարող եմ միայն ասել, որ Հայաստանում չի գործում արդարություն։ Իսկ այս խորհրդան դեռ որ չի լուծարվել, ինչպես է գնահատում աշխատանքները եւ ընդդիմության եւ իշխանության։ Շատ վատ ու շատ դժգոհ։ Ինչ պետք է անենք ձեզ։ Համենայն դեպս հաստատ ոչ մեկը չենք ցանկանում, որ թուրքերը գան Հայաստան ու մի որոշ ժամանակ հետո դա լինելու է։ Բնականաբար ոչ մեկս չենք ուզում դա։ Ինչ պետք է արվի, չգիտեմ, թանկացումները շատ են լինում, որը որ եթե թոշակա բարձրացվում, դա ոչ մի բանով չի փակում այդ թանկացումները, էլի համենայն դեպս ես թոշակառու չեմ, բայց Փաշյանն ասում ենք այնքան ենք բարեկեցություն ապահովել, որ կարեն անգամ գնա շոր հանգստանալու։ Միայն խոսքեր են, որ ասվում է, ես ոչ մի լավ բան չեմ տեսել այսքան ժամանակ, չեմ էլ տեսնում, խոսքեր, որ ասվում է ու այդ ամեն ինչը արվում է միայն իրենց մարդկանց համար, այսինքն ով որ կա իրենց շրջապատում, իսկ ժողովրդի համար հաստատ ինձ թվում է լավ գիտեք, տեսնում եք, որ դժգոհ մարդիկ շատ են Հայաստանում։ Ճիշտ ասած չի հետաքրքրում քաղաքականություն։ Ինչու՞։ Այո։ Ինչ կարող է անել այդ մանդատներով։ Չգիտեմ, այնքան հեռու եմ տես բաներից։ Ընտրություններին հետևել եք։ Հա, հետևել եմ։ Արդյունքները ինչպիսին է, գոհացնող է ձեզ։ Ոչ, իհարկե։ Ոչ։ Ինչն է պատճառը, որ չի գոհացնում։ Ну, որ Փաշինյանը նորից է հավելգում այդ ձայներ հավաքի։ Ինչքան որ տեղեկացված է։ Չէ։ Ոչ։ Իրանք կվերցնեն, բայց ժողովրդի համար իրանք չպետք է վերցնեն։ Ինչ խնդիր կլուծեն չվերցնելով։ Չվերցնելով կլուծեն նորից կամ նոր ընտրություն կլինի, կամ էլ ամենայն դեպս ես խայտարակ ընտրություն էր։ Ինչը ձեզ չի գոհացրել ընտրության արդյունքներում։ Տոկոսը Նիկոլի այդքան ինքը չէր կարա ստանալ, այսքան դժգոհությունից ինքը չէր կարա ստանալ։ Հիմա եթե իրանք չվերցնեն այդ, չէ, մանդատները, արդեն իրանք խորհրդարան չմտնեն, կլուծարվի, չէ՞ խորհրդարան, բա ինչ կլինի։ Ոնց կա, առանց ընդդիմության խորհրդարան կաշխատի, չի կարա։ Ուրեմն այդ սահմանադրությունը, այդ դրա համար պետք էր բոլորին դեմը անեին, փոխեին այս սահմանադրությունը, այս Սերժի Հակով կարած համանadrությունը փոխվեր, համ ավելի շատ ուժեր մտնեին, համ էլ կփոխեին ու արդեն այս խայտարակ վիճակը չէր լինի։ Բայց ըստ ձեզ հիմա որ մտնեն ինչ են անելու։ Վերջին դեռ որ չի լուծարվի այս խորհրդան, դեռ 8-րդ գումարման ազգային ժողով դեռ գործում է։ Ըստ ձեզ այս ազգային ժողովը ինչ որ խնդիրներ փորձել է լուծել ձեզ համար։ Ինձ համար չէ, ինձ համար ոչ մի լավ բան չի լուծվել այս երկրի համար։ Ամբողջ օրը իրար շիշ են շպրտել, իրար ցեխ են շպրտել իրար վրա, բայց ոչ մի բան չեն արել, ոչ ընդդիմությունը, ոչ էլ Նիկոլը։ Իրանք իրար հետ լավ խաղացել են։ Ընդդիմությունը ինքը պիտի որոշի։ Մի բան ասեմ, առաջել եմ եղել նույն աշխատանքին, հիմա էլ չեմ տանում ոչ մի տարբերություն։ Ոչ լավը, ոչ վատը։ Ну գնալով մի քիչ չգիտեմ, լավն եմ տերում, այսինքն քաղաքի հետ կապված, բարեփոխումներ, ինչի՞ չէ։ Կանաչապատում, դեպի լավն եմ տենում։ Ընտրություններին մասնակցել եք։ Չեմ մասնակցել։ Ինչու։ Ժամանակ չէ եղել որ մասնակցել։ Ձեզ գոհացրել է։ Միանշանակ։ Լավ եղեք։ Որ Արցախը տվեցին չէ, բայց մնացած հարցերով հա։ Որ հարցին է, որ ձեր համար կարող Արցախի տալու հանգամանքը իրար բալանսավորի։ Կարող է ժամանակի ընթացքում նորից հետ վերցնենք, չեմ կարող ասեմ։ Ինձ դա չի տակչում։ Ինչու՞ չէ տակվում։ Բարև ձեզ։ Ձեր կարծիքով ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները։ Չգիտեմ։ Չեմ ման, դժվար ասել։ Կանակ վերցնելու ինչ խնդիր կլուծի, չվերցնելու ինչ խնդիր կլուծի ձեր կարծիքով։ Ամեն դեպքում գոհ չեմ ընտրություններից,
չստացվեց ոչ մի հետաքրքիր բան, ոչ մի փոփոխություն չի լինելու, վերցնեն, չվերցնեն։ Դժվարանում եմ ասեմ, ինչ-որ բան կփոխվի, թե չէ։ Իսկ ինչպես անցնի ըստ ձեզ։ Իսկ մա նորմալ։ Պրոստը ժողովուրդը չեմ կարծում մեծ խախտումներով, կարող է ինչ-որ խախտումներ եղել է, կարող է այդ Ծառուկյանի 0.1%-ը շատ կասկածելի է, որ չի հերիքում։ Այդ շատ կասկածելի է, բայց չէ, ավելի քիչ 60։ հա, դա շատ կասկածելի է, այտենց չի լինում, էլի մաթեմատիկորեն խելքի մոտիկ բան չի, որ հենց այդքան չհերիքեր։ Երևի այդ մոմենտը մի քիչ անարդար է, բայց չգիտեմ, այդ շատ բան է փոխում, թե չէ։ Հա, ինչ-որ տեխնիկական բան փոխում է, բայց գլոբալ ինձ թվում է նույն բանն է մնում։ Ըստ ազգային ժողովուրդ դեռ չի լուծարվել, խնդիր լուծել է ձեր կարծիքով։ Որը այս հին է։ Այո։ Չի իհարկե։ Ընդդիմությունը ստեղում նկատի ունի։ Այս ընտրությունների արդյունքում նախնական ԿԸ հրապարակածի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանը։ Հայաստան Դաշնություն Ռոբերտովչյանը։ Ես նրանց ընդդիմություն չեմ համարում։ Ո՞ւմն եք ընդդիմություն համարում։ Ընդդիմություն համարում եմ այն մարդկանց, ովքեր չանցան։ Ովքեր են։ Օրինակ շնորհապետական կուսակցությունը։ Ընդդիմությունը։ Իսկ այս մարդիկ ընդդիմություն չեն, որտեղ ծառայում են մոտարպես նույն ուժերին։ Հայաստանի Հանրապետության ճշտամի ուժերին։ Իսկ իշխանությունը ում է ծառայում ըստ ձեզ։ Իշխանությունը, արդեն ասացի, ոչ մեզ։ Նույն ընդդիմությունն եւ իշխանությունը ձեր կարծիքով թշնամ։ Նրանք ընդդիմություններ չեն։ Նրանք Իշխանությունը նկատի ունեմ, իշխանությունը։ էությամբ դրանք նույնն են։ Այո, նրանք նույնն են եւ մեզ չեն ծառայում։ Ոչ, Ինչու՞։ այդպես։ Ինչ խնդիր կլուծի։